մեղավոր, որ ամուսնալուծություններ են լինում։ Իհարկե Արտակն է մեղավոր։ Ո՞վ է մեղավոր։ Եթե բժշկություններ այնպես հրաշքներ չի լինում, իհարկե Արտակ եղբայրն է մեղավոր։ Ո՞վ է մեղավոր։ Սերներ, բայց եկեք ճիշտ հասկանանք, իհարկե մեղավոր է։ Իհարկե մեղավոր ենք։ Բայց արդյոք ժողովրդին անելիք չունի։ Ունի։ Դա գրված է Ելից գրքի 27-րդ գլխի, Ելից 27-րդ գլուխ 20-րդ համար։ Եվ դու պատվիրիր Իսրայելի որդիներին, որ քեզի ծեծված մաքուր ձետ բերեն լույսի համար, որպեսզի կանթեղները միշտ վառված մնան։ Սերներ, ես երբ որ շարունակեմ արդեն Հովվի պարտականությունը, հետևյալն է։ Ահարոնն ու անոր որդիները ժողովի խորանին մեջ վկայությանը արջևի վարակույրի դուրսիդին, իրիկվանե միջև առավոտ տիրոջը արջև զայն վառելու հոգ տանը։ Ով պիտի բերեր այդ ձեթը, հետաքրքիր է։ Ով պիտի բերի այդ ձեթը, որ այսպես ասած Արտակը լցնի բուրվարի մեջ։ Ինչքան ուզում է, սիրելիներ, լավ հասկանանք իրար։ Խնդրում եմ լավ հասկանանք իրար։ Եթե դու մեղքով բեռնավորված, այսպես բամբասանքների ատելության մեջ եկել ես այստեղ, եթե քո մեջ Աստված չի տեսել պատերազմ, չես կանչվրտել, չես աղաղակել, որ ես սա եմ, ինչ ես բերում դու, որ ինչ տանես։ Եթե այդ ձեթը պատվեր է, որ դու պարտավոր ես եկեղեցու ժողովուրդ, դուք պարտավոր եք, միջև գալը, միջև այստեղ գալը, ձեթ բերեք, ձեթ, որպեսզի լույս լինի։ Դուք այստեղ չի, որ Սուրբ Հոգով պիտի լցվեք միայն։ Դուք Սուրբ Հոգով լցված պիտի գաք այստեղ, որպեսզի հրաշքներ լինեն, որպեսզի իրական բժշկություններ լինեն։ Բայց ինչ ենք անում մենք, սիրելիներ, մենք սովորենք, դե եղբայրները կխոսեն, մի ինչ որ բան կառնենք, թե չեն կառնես, մեկը լավ խոսեց, մյուսը